Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության շենքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու Բորիս Ավագյանի մահվան դեպքով Հայաստանի Հանրապետությունը ևս քննություն է իրականացնում։ Քննչական կոմիտեից Փաստինֆոյի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։ Թե արդյոք Հայաստանից քննչական խումբ մեկնել է, ինչ փորձաքննություններ են իրականացվում, կառույցից չեն մանրամասնում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Բորիս Ավագյանը փախել է դատարանից և թաքնվել Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսությունում, որտեղից էլ կապ էր հաստատել Փաստինֆոյի հետ և հայտնել էր, որ ցանկանում է հանձնվել Հայաստանին Հայաստանի Հանրապետությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, սակայն Հայաստանը հրաժարվում է իր քաղաքացուն ստանալու գործընթաց սկսել։ Այս ահազանգերից ժամեր անց Բորիս Ավագյանի մարմինը հայտնաբերվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանի զուգարանում կտրած, ծակած վնասվածքի հետքերով։ Ռուսական տելեգրամյան ալիքները նախ շրջանառության մեջ էին դրել Ավագյանի ինքնասպանության վարկածը, սակայն ավելի ուշ հրապարակվել է լուսանկարներ, որից ակնհայտ է դառնում, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Մասնավորապես կադրերում երևում է արյունոտ խոհանոցային դանակ լվացարանում Ավագյանի մարմնի կողքին։ Այն, որ փաստացի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը չի ապահովել Հայաստանի Հանրապետության հյուպատոսության շենքում, դա հարցի մի կողմն է միայն, որի վերաբերյալ պատասխան պետք է տա նաև արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս կառույցն անցել է ջրի հատակը և առ այս պահը որևէ մեկնաբանություն չի տվել։